Կարծում ես, որ այդ լոկդաունը հանվի Բերդից, հակառակ դեպքում Ռուստամը չի կարա անի այն, ինչի համար մենք իրան բերել ենք Հայաստան։ Ով ջան, այդ Բերդի թազապետը զակոննի կա, ոչ մի բան մոտը չի անցնում, ոչ փող, ոչ ծանոթություն, ինչ անեմ։ Ինձ հետաքրքիր չի, լոկդաունը պիտի հանվի, էսա իմ միտոկը։ Հասկացա։ Մեզ դու էիր ասում, որ չարժի պետության հետ հակնել։ Մի հատ Բերդի պետ այդ պետություն չի։ Եթե Ռուստամը իրենի մարդկանց չմաքրեց, նորից գլուխ կբարձրացնեն։ Այդ հարցը պիտի լուծվի ստեղ ու հիմա, գնա։ Մանեն հենց հիմա բեր ստեղ։ Ով ջան, ես գիտեմ, որ դու այդ աղջիկը հանդեպ անտարբեր չես, բայց հիմա այդ աղջիկը ոստիկանության հսկողության տակ է։ Դու մտածում ես, որ ես էմոցիաներով եմ առաջնորդվում։ Մտածում ես հանուն Մանեի պատրաստ եմ ամեն ինչ ռիսկի տակ դնեմ։ Մանեն իմ ստրախով կենա Վիլենի մոտ, եթե ոչ մի բան չաշխատեց։ Ինքը միակ մարդն է, ում համար Վիլենը իր կյանքը կտա առանց մտածելու։ Ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ, Հով ջան։ Բայց եթե ոստիկանությունը խառնվեց մեր դեմ կռվի, մեր վիճակն ավելի վատ է լինելու։ Ուրեմն խելացի ձևով արա։ Մանեն կարևոր մասնիկն է իմ պլանի մեջ, ու եթե ինքը չեղավ, ես կորցնում եմ ստրատեգիական առավելությունը Վիլենի մոտ։ Կփորձեմ։